Ողջունում եմ հարգելի հեռուստադիտող, եթերում է Իրավունք TV-ն։ Եվ այսօր մեր հյուրն է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար, հուսամ լավ եք։ Այո, եւ հուսամ այսօրվա մեր հանդիպումը եւ զրույցը նաեւ օգտակար կլինի մեր հեռուստադիտողների համար։ Իհարկե։ Իրականում կցանկանայի սկսել միանգամից հենց այն մտքից, որը դուք ինքներդ շատ հաճախ գործածում եք, կրթությունը պետականության հիմքն է, ու սկսենք նրանից, թե կրթության հիմնական նպատակը այսօր ինչպիսի անհատ ստեղծելն է, ինչպիսի անհատի ձևավորումն է։ Կրթությունը առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուր մարդու կյանքում եւ պետության կյանքում ընդհանուր առմամբ, որովհետեւ կրթությունը այն առանցքն է, որի շուրջ պտտվում են բոլորը, եւ կրթությունը այն առանցքն է, որը ձևավորում է մարդու մոտ իր արժեքային համակարգը։ Վերջին հաշվով, թե ինչպիսի քաղաքացի մենք կունենանք, դա որոշելու է հենց կրթության համակարգը։ Եվ դրա համար ենք ասում, որ կրթությունը իսկապես շատ կարեւոր է, անհրաժեշտ է, եւ յուրաքանչյուր փոփոխություն, ինչ որ հասարակության մեջ ակնհայտ է դառնում, հանկարծ բոլորը զարմանում են, պարզվում է, որ դրա հիմքերը դրված են դեռևս կրթության մեջ, որովհետեւ դեռ վաղ տարիքից ընդ որում այստեղ ասենք, որ կրթություն ասելով պետք չի հասկանալ այն պահից սկսած, երբ որ մարդը գնում է դպրոց, առաջին դասարան, որովհետեւ կրթությունը շատ ավելի վաղուց է սկսում։ Նույնիսկ գիտնականներ կան, որ ասում են մարդը դեռ չծնված նա սկսում է կրթվել, որովհետև իր մոր հետ սկսում է առնչվել եւ որոշակի ինֆորմացիա ստանալ եւ որը նրա հետագա դրսևորումներում արտահայտվում է։ Եվ դրա համար կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում է, կրթությունը ձևավորում է մարդուն, իսկ մարդը դառնում է տվյալ երկրի, տվյալ հասարակության մասնակիցը իր արժեքներով, որը նա ձեռք է բերում կրթության ընթացքում։ Շատ լավ, իսկ եթե ընդհանուր առմամբ հիմա արդեն կենտրոնանանք հենց Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի վրա, վերջին տարիների փոփոխության վրա հիմնվելով, ինչպես կգնահատեք այժմյան կրթական համակարգը։ Տեսեք, կրթությունը, որպեսզի հասկանանք, թե օրինակ միշտ խոսում ենք որակյալ կրթության մասին, չէ՞, մարդիկ միշտ ձգտում են, որպեսզի որակյալ կրթություն ստանան, որ ինչ անեն։ Որակյալ կրթությունը նրա համար է, որպեսզի նա կարողանա կյանքում լավ դրսևորվի։ Կյանքում դրսևորվել նշանակում է լավ աշխատանք ունենալ, բարեկեցիկ ապրել եւ այդ ամբողջը կապվում է կրթության հետ։ Հիմա լավն է կրթությունը Հայաստանում, թե լավը չէ, պետք է համեմատենք ինչ-որ բանի հետ, որպեսզի հասկանանք կրթությունը լավն է, թե չէ։ Ուրեմն երկու համեմատության չափանիշ կա։ Առաջինը համեմատել կրթությունը եւ կրթության որակը, որ այսօր կա, օրինակ սրանից, չգիտեմ, 15 կամ 20 տարի առաջ նույն Հայաստանի կրթության պայմանների որակի մնացածի հետ եւ երկրորդը այս պայմանությամբ կրթությունը եւ նրա ձեռքբերումները Հայաստանի համեմատել օրինակ հարևան երկրների կրթության հետ։ Միանգամից ասեմ, որ երկու դեպքում էլ այսօրվա կրթությունը պարտվում է։ Այսինքն այսօրվա կրթական համակարգը այն մասնագետներին, այն քաղաքացիներին, որ պատրաստում է, նրանք ավելի վատն են, ավելի քիչ կրթված, քան ունեինք օրինակ սրանից 15-20 տարի առաջ։ Մի քանի թվեր ասեմ, օրինակ այս պահի դրությամբ Հայաստանի դպրոցներում 10 տարեկանները, որոնք 4-րդ դասարան են մոտավորապես, 10 տարեկաններից ուրեմն 3-ից մեկը, եթե հայերենից թելադրություն տանք, նա անբավարար է ստանալու։ Այսինքն նա չի կարողանալու տառերը ճիշտ գրել, բառեր կազմել, մնացած բաները, այսինքն նա 1/3-ը 3-ից 1 անգրագետ է հայոց լեզվից։ Եթե հանձնարարություն տանք Հայաստանի դպրոցների էլի 10 տարեկաններին եւ մաթեմատիկայից, ստացվելու է, որ 3-ից 2-ը արդեն չի կարողանալու հասարակ մաթեմատիկական գործողություններ անել։ Սա ցույց է տալիս անգրագիտության ամենաբարձր մակարդակը երբևէ որ ունեցել է Հայաստանը խորհրդային ժամանակներից սկսած։ Իսկ այդ նույն թվերը մոտավորապես 2 անգամ ավելի քիչ էին, այսինքն ավելի լավ էր վիճակը սրանից 15 տարի առաջ։ Հիմա եթե նույն թվերը համեմատենք մեր տարածաշրջանի երկրների հետ, կտեսնենք, որ Հայաստանը տարածաշրջանում վերջին տեղն է գրավում։ Լավագույն արդյունքները եւ մայրենի լեզվից եւ մաթեմատիկայից տարածաշրջանում, եթե լայն տարածաշրջանը վերցնենք, ցույց է տալիս Ռուսաստանը։
Ադրբեջանը մեզնից ավելի առաջ է, Վրաստանը ավելի առաջ է, Իրանը, Թուրքիան մնացած, այսինքն բոլոր երկրներից հետ է ընկած Հայաստանը։ Եվ սա շատ վատ ազդեցություն ունի ընդհանուր առմամբ կրթության որակի վրա Հայաստանում եւ կրթության դերն է նվազել, որովհետեւ տեսեք, այդ իրավիճակը բերում է նրան, որ օրինակ մեր շրջանավարտները, որոնք դպրոցը ավարտում են, չեն ուզում գնալ կրթության ոլորտ, չեն ուզում դառնալ ուսուցիչ օրինակ։ Եվ անընդհատ մենք խոսում ենք մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններում թափուր տեղերի մասին, որը խոսում է հենց նրա մասին, որ կրթության որակն է ընկել, որը բերել է կրթության վարկի անկմանը, այսինքն մարդիկ չեն ձգտում կրթության ոլորտում աշխատել։ Եվ դա էլ խոսում է հենց այդ իմ ասած օրինակները։ Իսկ օրինակ հետաքրքրեց հենց ձեր ասած օրինակով, ընդհանուր առմամբ որ այդ համեմատությունը իրականացվել է Հայաստանի այլ երկրների միջև կամ Հայաստանի նախորդ արդյունքների միջև, արդյոք կա ինչ-որ հարաբերակցություն Երևանի ու մարզերի դպրոցների միջև, այսինքն հիմնականում ավելի ցածր ցուցանիշ որտեղ է գրանցված։ Շատ լավ հարց է, շատ լավ հարց է, մարդիկ կմտածեն, որ ես պիտի ասեմ, որ Երևանի դպրոցներում ավելի լավ է։ Ցավոք սրտի Երևանի դպրոցներում ավելի վատ է վիճակը։ Այսինքն կրթության ձգտումը ավելի բարձր է հեռու մարզերում, հատկապես գյուղական բնակավայրերում։ Մեր ամբողջ փորձը ցույց է տալիս, որ գյուղական բնակավայրերում կրթության նկատմամբ ձգտումը, ուսուցիչների մոտ տրամադրվածությունը, որպեսզի երեխաներին ավելի շատ գիտելիքներ փոխանցեն, ավելի բարձր մակարդակի վրա է։ Եվ շատ շրջանավարտներ օրինակ, որոնք ավարտում են իրենց գյուղական հատկապես բնակավայրերում դպրոցները գալիս են Երևան, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, տեսնում են, որ նրանց հասակակիցներից իրենց գիտելիքները ավելի բարձր են։ Եվ դա հատկապես տեսանելի է լինում միջին դպրոցից եւ բարձր դպրոցում, միջին դպրոցում եւ բարձր դպրոցում, որտեղ տարական դասարաններում դե տարբերությունը շատ մեծ չի, բայց դրանից հետո ցույց է տալիս փորձը, որ օրինակ գյուղական բնակավայրերում ավելի շատ են ժամանակ տրամադրում կրթությանը, կրթվելուն, քան թե քաղաքային բնակավայրերում։ Բայց միաժամանակ գյուղական բնակավայրերում մեր երիտասարդների համար արդեն հնարավորությունները կրթությունից հետո շատ չի։ Ստիպված բոլորը պիտի տեղափոխվեն կան մարզային կենտրոններ, կամ Երևան, իսկ վատագույն դեպքում եւ շատերը հենց այդպես էլ անում են, Հայաստանից դուրս են գնում, որպեսզի կարողանան ինքնադրսևորվել, դա նշանակում է իրենց գիտելիքները օգտագործել, այսինքն աշխատանքի անցնել։ Օրինակ լիովին համաձայն եմ ձեզ հետ, հենց գյուղերի դպրոցների հետ կապված կրթության որակի առումով, ինչպես նշեցի, գուցեև ավելի բարձր է, բայց այն պայմանները, որոնք ստեղծված են գյուղական ու քաղաքի դպրոցների միջև, բավականին մեծ տարբերություն կա, ինչն էլ թույլ չի տալիս, որ հենց երեխաները, երիտասարդները ավելի բարձր իրենց կարողանան դրսևորել ու տվյալ պահին, ինչպես գիտենք, նաև գյուղերում շատ դպրոցներ փակվում են կամ միավորվում են, արդյոք դա ինչ-որ հեռանկարային մեծ խնդիր է լուծում, թե ավելի է բարդացնում տվյալ համակարգը, ինչպես կանդրադառնաք այդ հարցին։ Ուրեմն այո, ցավոք սրտի մեր այսօրվա գործող կառավարությունը նման ծրագիր ունի, որով նախատեսում է փոքր բնակավայրերի, փոքր աշակերտական կազմ ունեցող դպրոցները միավորել, այսպես շակերտներում ասենք, կրթության հասանելիության ծրագրի անվան ներքո։ Իբր որ այդ երեխաներին կրթությունը հասանելի չի, լավ կլինի նրանց օրինակ տեղափոխենք Հարևան գյուղի դպրոց, որպեսզի լավ կրթության հասանելիություն նրանք ունենան։ Ցավոք սրտի սա բերելու է եւ բազմաթիվ հետազոտություններ կան, բերելու է նախ այդ երեխաների կրթության որակի անկմանը, անուհետև այդ բնակավայրերի կամաց վերացմանը, որովհետև արդեն հենց հիմա կան բազմաթիվ ահազանգեր, որ երիտասարդ ծնողները, որոնց երեխաները նոր պիտի դպրոց գնան կամ օրինակ տարական դասարաններում, միջին դասարաններում են, նրանք իրենց երեխաների հետևից գնալու են լավ կրթության։ Դա նշանակում է, եթե իրենց բնակավայրում չեղավ դպրոց, նրանք երբեք չեն համաձայնվի, որ իրենց երեխան օրինակ, չգիտեմ, գնա Հարևան գյուղի դպրոցը, օրական կորցնի մի ժամ, 2 ժամ տրանսպորտի վրա, հետո աչքից հեռու լինի իր ծնողների, որովհետև շատերը անհանգստանալու են եւ փոքր տարիքում հատկապես փոքր տարիքում եւ նրանք ավելի լավ է նրանց աչքի առաջ լինեն, իրենց բառերն եմ ասում եւ նրանք օրինակ Շիրակի մարզում, այդ նույն բանը Կասյունիքի մարզում նրանք ուղղակի երեխաների հետ տեղափոխվելու են մարզ կենտրոններ կամ մեծ բնակավայրեր,
որտեղ պատրաստ են նույնիսկ վարձով ապրելու, բայց իրենց երեխաներին լավ կրթություն տալու, որովհետև երեխաների կրթությունը նրանց համար առաջնային, որը շատ լավ է, առաջնային նշանակություն ունի։ Այսինքն այս ծրագիրը բնավ չի նպաստելու կրթության որակի բարձրացմանը, բնավ չի նպաստելու մեր բնակավայրերի զարգացմանը, եւ դրա համար կոչ ենք անում յուրաքանչյուր անգամ, օրինակ մենք ստեղծել ենք ազգային կրթության խորհուրդ, ազգային կրթության խորհուրդը հետևողական հետևում է, անընդհատ հետևություններ է անում, հետազոտություններ է անում, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այս ծրագիրը եւ բոլոր պարագաներում պարզ է դառնում, որ դա սխալ որոշում է եւ անհրաժեշտաբար գոնե այն դպրոցները, որոնք 40-50 աշակերտ ունեն, նրանք գոնե պիտի մնան, որպեսզի բնակավայրը կարողանա շարունակել ապրել, որտեղ այդ բնակավայրերում արդեն մնալու են առաջացած տարիքի մեր թոշակառուները հիմնականում, որոնք երկար չեն կարողանա այդ բնակավայրը պահել։ Իսկ այդ բնակավայրերի ուրեմն զգալի մասը, մոտավորապես 1/3-ը, դրանք սահմանամերձ բնակավայրեր են։ Դա նշանակում է ուղղակի դատարկել այդ սահմանամերձ բնակավայրերը, այսպես ասած, կրթության հասանելիության ծրագրի անվան ներքո, որը ուղղակի անթույլատրելի է։ Ու բացի այդ, որոշ չափով աշխատուժի պակաս եւս ունեն մենք, չէ՞, տվյալ դեպքում, այսինքն եթե դպրոցը փակվում է, ուսուցիչները եւս դառնում են արդեն իսկ գործազուրկ ու նման խնդիր եւս առաջանում է։ Այո, գիտեք ինչ, մարդիկ բարձրաձայնում են, թե գիտեք ինչ կլինի, այդ ուսուցիչներին էլ կտանենք էլի հարևան գյուղի դպրոց, այնտեղ կաշխատեն։ Բայց տեսեք, հիմա բոլոր տեղերում նույն իրավիճակն է։ Այն գյուղի դպրոցը, որտեղ գալու են հարևան գյուղերից, այդ դպրոցում օրինակ եմ ասում, 5-րդ դասարանում կա 10 աշակերտ։ Կողքի գյուղից մի գյուղից գալի է 1 աշակերտ, մյուս գյուղից 2 աշակերտ։ Դառավ 13 աշակերտ, կամ 15 աշակերտ։ Դրան հաստատ 2 օրինակ, չգիտեմ, պատմության ուսուցիչ պետք չի լինի։ Պարզ է, որ այդ ուսուցիչն էլ արդեն կա այդ դպրոցում։ Նշանակում է այդ ուսուցիչները, որոնց թիվը 2300 է մոտավորապես, այդ ուսուցիչները ուղղակի կորցնելու են իրենց աշխատանքը, որովհետև այդ գյուղերում, այսպես ասած, պետական բյուջեից սնվող միակ կազմակերպությունը դպրոցն է մնացել եւ դա էլ չի լինելու։ Բացի դրանից շատ մոտավորապես 2400-2500 էլ սպասարկող աշխատակազմ կա, անձնակազմ կա դպրոցներում, դա վարչատնտեսական մասն է, հավաքարարներն են, պահակ մնացած հաստիկները, որոնք էլի սնվում են պետական բյուջեից, պահպանում են այդ դպրոցները, բայց այդ մարդիկ եւս կորցնելու են աշխատանքը։ Աշխատանք չունես, երեխատ այդ գյուղում չի կարողանում դպրոց գնալ, ել դու որտեղ կարող ես, ինչի համար պիտի մնաս այդ բնակավայրում։ Մարդիկ ուղղակի այո, տեղափոխվելու են։ Այո, շատ լավ։ Իրականում կցանկանայի նաև անդրադարձ կատարենք բուհերի խոշորացման ծրագրին, որովհետև ինչպես տեսնում ենք, այստեղ նույնպես ունենք որոշ չափով կենտրոնացման խնդիր, հա, եթե օրինակ տեսնում ենք, որ գյուղերում համակարգը, այսպես ասած, ավելի ցածր է, քան քաղաքում, բայց դրան զուգահեռ նաև տեսնում ենք, որ համալսարանները եւս միավորվում են ընդհանուր մի տեղ, այսինքն կրկին կենտրոնացում է լինում քաղաքից դուրս էլի որևէ ինչ-որ մասում, այսինքն կրթությունը միևնույն է կենտրոնացած է լինում ու դրա խնդրի լուծումը չենք կարողանում տեսնել տվյալ նախագծում։ Դուք ինչպես կանդրադառնաք այդ հարցին։ Այո, անընդհատ հիմնավորում է այն, իբր թե կրթության որակը բարձրագույն կրթության լավը չի, եկեք միավորենք, որպեսզի կրթության որակը լավանա, բարելավվի։ Բայց բնականաբար դրանից կրթության որակը որևէ ձևով չի փոխվի, եթե չասենք ավելի կընկնի, որովհետև կառաջանան հոգեբանական խնդիրներ, առանց այդ էլ հատկապես մարզերից եկող մեր ուսանողները մի կերպ եթե կարողանում են Երևանում տեղավորվել, այնտեղ շատ դժվար է լինելու պահել եւ շատերը հենց ուսման վճարը չկարողանալու վճարելու պայմաններում դուրս կմնան, իրենց սոցիալական հոգսերը չեն կարողանա հոգան եւ այլն։ Այս ամբողջ այդ մեխանիկական միավորումը իհարկե որևէ բանի չի բերելու եւ այդ ծրագիրն էլ, այսպես ասած, ակադեմիական քաղաքի ծրագիրն էլ կմնա ինձ թվում է թղթի վրա, ասենք թղթի վրա կա այս պահի դրությամբ, որովհետեւ դա թերևս լավ գաղափար է, բայց ամբողջ բուհերը ուրեմն միավորել միտեղ դա ուղղակի անընդունելի է։ Աշխարհում որևէ տեղ այդպիսի փորձ չկա, որևէ տեղ։ Եվ սա
շատերը ասում են, որ դա քաղաքի կենտրոնում բուհերի լավ շենքերի գրավելու լավ ծրագիր է, որովհետև այդ շենքերը կմնան դատարկ, դրանք կարող են դառնալ հյուրանոցներ, չգիտեմ, ռեստորաններ, խաղատներ, գուցե այնպեսի բան, որ ավելի եկամուտ կբերեն, դրանք ասում են, չէ, կառավարության ղեկավարը ասում էր վարձակալությամբ կտանք եւ այդ գումարով մենք կկարողանանք կառուցել։ Մի հատ հաշվարկ կարեք էլի, խնդրում եմ տեսեք այդ գումարով կկարողանաք կառուցել, ասեք նույնիսկ մեկ մասնաշենք, թե չէ։ Իրականում համաձայն եմ ձեզ հետ ու բացի այդ բավականին սոցիումից այսպես ասած կտրում է այդ նախագիծը այնքանով, որ երիտասարդները ավելի շատ կտրվում են այսպես ասած քաղաքի առօրյայից նույնպես։ Այո, գետո են սարքելու, գետո բոլորին հավաքել են միտեղ, այո։ Եվ այտենց ռեզերվացիա կլինի երիտասարդների, եթե լինի, էլի։ Իսկ դուք ինչպես եք ընդհանուր առմամբ փորձում այնպիսի լուծումներ տեսնել կամ անկախ փորձագիտական դաշտ այսպես նշենք, ինչպիսի լուծումներ կարող է առաջարկել, որպեսզի այս կրթական ամբողջ համակարգը զերծ մնա քաղաքական մանիպուլյատիվ գործիքից ու չդառնա ինչ-որ առարկա քաղաքականության հետ կապված։ Շատ ճիշտ եք ասում, որովհետև քաղաքականությունը էական ազդեցություն է ունենում կրթության վրա, որը ուղղակի անթույլատրելի է։ Տեսեք, այս ներկա իշխանությունները իշխանության գալուց անընդհատ թեզեր էին շրջանառում, որ բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, ապակուսակցականացվեն, մենք գալու ենք, հիմա տեսեք ինչ ենք անելու, եկան եւ 180 աստիճան հակառակը արեցին եւ հիմա բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդում պետության նշանակած մարդիկ են, իսկ այդ հոգաբարձուների խորհուրդների ղեկավարները իշխող կուսակցության ներկայացուցիչներ են, պետական համալսարանը, պոլիտեխնիկ, ցանկացած մեկը վերցրեք։ Սա ուղղակի անթույլատրելի է, որովհետև դա նշանակում է պետությունը, այն կուսակցությունը, որը իշխանություն ունի, նա ուղղակի թելադրում է իր քաղաքականությունը բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Իսկ սրանց ինքնավարության աստիճանը գնալով փոքրանում է։ Այսինքն իրենք վախենում են նույնիսկ մի քայլ անել այստեղից այնտեղ առանց իրենց բառերով եմ ասում, վերևների հետ համաձայնեցնելու։ Սա ուղղակի նպաստել է նրան, որ Հայաստանը անցած շաբաթ հրապարակվեց օրինակ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշը աշխարհի եւ դրանց մեջ կար QS վարկանիշը, այն աղուցակ հրապարակվեց 1504 համալսարան, աշխարհի լավագույն համալսարաններն են։ Ուրեմն մենք բացից սրանից ունենք մի հատ ծրագիր, որ ազգային ժողովի կողմից հաստատվել է եւ այնտեղ գրված է, որ մինչեւ 2030 թվականը պետք է Հայաստանի առնվազն 4 համալսարան ընդգրկվի լավագույն համալսարանների ցանկում եւ լինի 500-ի մեջ։ Ուրեմն հիմա այդ 1500-ի մեջ, 1000-ի մեջ հայկական որևէ համալսարան չկա։ 1001-ից 1200-ի մեջ Երևանի պետական համալսարանն է եւ դա միակ համալսարանն է Հայաստանից, որ այդ 1500-ի մեջ ընդգրկված է։ Միաժամանակ ուրեմն 9 համալսարան Ադրբեջանից կա, որոնցից 3-ը արդեն 500-ի մեջ են։ Վրաստանից 3 համալսարան կա։ Մեր բոլոր տարածաշրջանի երկրների Իրանից 10-ից ավելի համալսարան, 20-ից ավելի համալսարան Թուրքիայից կա լավագույն համալսարանների շարքում եւ 33-34 համալսարան Ռուսաստանից։ Իսկ Հայաստանից նորից եմ ասում ընդամենը մեկը։ Նույնիսկ այնպիսի երկիր, ինչպիսին օրինակ Ղրղստանն է, որը Հայաստանի միշտ զիջել է իր կրթական մակարդակով, ցենզով, իր համալսարանական կրթությամբ, 4 անգամ ավելի շատ արդյունք է գրանցել ուրեմն այս լավագույն համալսարանների ցանկում, քան Հայաստանն է։ Այս ամբողջը ինչի մասին է խոսում։ Խոսում է նրա մասին, որ այն ուղղությունը, որը ընտրվել է հիմա, դա սխալ ուղղություն է։ Սխալ է, որովհետև արդյունքները չափելի եւ համեմատելի մյուսներին դու զիջում ես։ Ուրեմն պետք է ինչ-որ բան փոխես, որպեսզի կարողանաս արդյունավետ աշխատել։ Եվ ես միշտ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, ամենակարևոր բանը, որ պետք է փոխել, կրթության ոլորտում որոշում կայացնողներին փոխելն է։ Եղավ, որովհետև այդ մարդիկ որևէ հետագից չունենալով եկել են կրթության ոլորտում որոշումներ են կայացնում եւ իրենց որոշումների արդյունքում տուժում է ամբողջ հասարակությունը, տուժում է մեր երկիրը, մեր Հայաստանի Հանրապետությունը։ Իրենց փոխելով գոնե կկարողանանք մի փոքր արդյունք գրանցել։ Դա առաջի քայլը պիտի լինի։
Շատ լավ։ Իրականում նաև կցանկանայի հենց անդրադարձ կատարեինք հարթակներին, սոցկայքերին, լրատվամիջոցներին եւ այլն, որովհետեւ շատ հաճախ տեսնում ենք, որ կրթական թեմայով որևէ խնդիր, որևէ բողոք եւ այլն հրատարակվում են հենց կայքերով, արդյոք լրատվամիջոցները այդ ամենը անում են քաղաքական էլի շահերով գրգռված եւ այլն լուսաբանման տեսանկյունից եւ որքանով է թափանցիկ տեղեկատվությունը փոխանցվում հասարակությանը։ Նախ պետք է ասել, որ այն ինչ որ կրթությանն է վերաբերում, հասարակությանը, որ ասենք շատ հետաքրքրում է, այդպես չի, ցավոք սրտի, որովհետև ժամանակին իսկապես կրթության յուրաքանչյուր փոփոխություն, յուրաքանչյուր նորարարություն, որ լինում էր, հասարակությունը քննարկում էր, հետաքրքրվում էր, ազդում էր այդ որոշումների կայացման վրա իր կարծիքով, հիմա այդքան էլ այդպես չի։ Այո, սոցիալական կայքերը հիմա ցանցերը մեծ ազդեցություն ունեն կյանքի բոլոր բնագավառների վրա, այդ թվում նաև կրթության ոլորտի վրա եւ անհրաժեշտ բաները, օրինակ մեզ մոտ գիտությունների ազգային ակադեմիայում գիտակրթական միջազգային կենտրոնի օրինակ սոցիալական ցանցերի հետևորդների թիվը տասնյակ հազարներ է։ Եվ մենք օրինակ, երբ որ հայտարարություններ ենք տալիս կամ ինչ որ մի բան ենք անում, անմիջապես վազում ենք այդ սոցիալական կայքերի ցանցերի հետևից, որովհետև գիտենք դրանով ավելի մոտ ենք մենք հասարակությանը, մեր թիրախմբին եւ ավելի հեշտ է այնպես հասնել, քան թե օրինակ կայքի վրա ինչ որ բան դնել, թերթում հայտարարություն տալ մնացած բաները։ Եվ մտածում եմ բոլորը հիմա ավելի շատ օգտագործում են իհարկե այդ գործիքները, որպեսզի իրենց մասին տեղեկատվությունը ավելի լայն տարածվի, բայց միաժամանակ պետք է իմանալ, որ պետք է հաշվի առնել նաև, որպեսզի դա դառնա երկու ուղղությամբ աշխատող խողովակ։ Ոչ միայն դու տեղեկատվությունը տարածես, այլ նաև հնարավորություն տաս, որպեսզի հասարակության ակտիվ անդամները այդ խողովակներով որոշակի ձևով իրենց կարծիքը հայտնեն եւ դու քո քաղաքականության մեջ որոշակի բան փոխես։ Որ ասեմ, մեր համալսարանները չեն անում ընդհանրապես այդպես չի, նրանք լավ այդ ուղղությամբ աշխատում են, հերթը հիմա կարելի է ասել պետական կառույցներինն է, որոնք եւս պետք է այդ ուղղությամբ աշխատեն եւ ազդվեն, լավ իմաստով ազդվեն նաեւ հասարակության կարծիքից։ Շատ լավ, նաև կցանկանայի, այսպես ասած, անփոփոխ հարց ձեզ տալ, թե ընդհանուր առմամբ ինչպիսի ճիշտ կրթական որոշումներ, հա, պետք է իրականացվեն, որպեսզի տարիներ անց մենք կարողանանք տեսնել բավականին բարելավված կրթական համակարգ Հայաստանում։ Դուք ինչպիսի կրթական որոշումներ, լուծումներ եք տեսնում ինքներդ, ձեր կարծիքը շատ հետաքրքիր է եւ կարծում եմ շատ կարեւոր։ Շնորհակալ եմ հարցի համար, ինձ համար կարևոր է եւ յուրաքանչյուր մարդու, որ մտածում է կրթության զարգացման մասին, որպեսզի որոշումների կայացումը ցանկացած բնագավառում եւ հատկապես կրթության, որովհետեւ հիշեցնում եմ, դա ամեն ինչի առանցքն է։ Կրթության ոլորտում լինի մասնակցային։ Դա նշանակում է այն մարդկանց, որոնց վերաբերում է որոշումը, այդ մարդիկ պիտի մասնակցեն այդ որոշումների կայացմանը, որովհետև աշխարհում չկա մարդ, որը ամեն ինչ գիտի եւ իր որոշումները ճիշտ է, եթե ինքը միայնակ է որոշումներ կայացնում։ Այստեղ շատ կարեւոր է մասնակցայնությունը եւ օրինակ, եթե որոշումը վերաբերում է բուհերի ուսանողներին, ուսանողները պիտի մասնակցեն, գիտնականներին է վերաբերում, գիտնականները պետք է մասնակցեն, աշակերտները, մանկապարտեզի սաները։ Սա շատ կարևոր է, իհարկե նաև նրանց ծնողները, դասախոսները, ուսուցիչները եւ այլն։ Այս պարագայում մենք կունենանք մաքսիմալ հարմարեցված մեր հասարակության պահանջներին կրթական համակարգ, չմոռանալով նաև լավագույն կրթված եւ հատկապես կրթության կառավարման ոլորտում լավագույն մասնագետներին անպայման ներգրավել այդ որոշումների կայացման մեջ, որը եւ մենք անում ենք, մենք Գիտությունների ազգային ակադեմիայում արդեն 5-րդ տարին է ունենք կրթության կառավարում մագիստրոսական կրթական ծրագիրը, որի պահանջը իսկապես կարևոր է, որովհետև մարդիկ գալիս են կրթության ոլորտ կառավարիչ չլինելով, որևէ փորձ չունենալով, որևէ կրթություն չունենալով այդ ոլորտում։ Չէ, մարդը կարող է լավ ֆիզիկոս լինել, լավ գրականագետ լինել, բայց լավ կառավարիչ չլինել կրթության։ Եվ դրա համար այդ կարիքից ելնելով մենք արդեն սկսել ենք եւ հիմա շարունակում ենք շատ հաջողությամբ, մրցույթ է միշտ լինում, եւ մարդիկ գալիս են, որպեսզի մագիստրոսական կրթություն ստանան եւ դառնան կրթության կառավարիչներ։ Եվ նախադպրոցական, եւ հանրակրթության, եւ բարձրագույն կրթության մենք ունենք նաեւ առանձին ճյուղ, որը գիտության կառավարմանն է վերաբերվում, որովհետեւ այստեղ եւս ունենք բաց։ Բայց դրանով փակելու ենք այդ բացը։
Իրականում շատ կարևոր հարց եք բարձրացրել ու շատ հետաքրքիր լուծում եք ինքներդ էլ տվել։ Ձեզ շատ շնորհակալ եմ Այսինքն այո, ոչ միայն խոսում ենք թե ինչ պետք է անել, այլ ինքներս անում ենք եւ դա արդյունքներ է տալիս, որովհետեւ մոտ 60 հոգանոց արդեն մասնագետների խումբ է հիմա ձևավորվել, որոնք որոշակի ազդեցություն ունեն արդեն կրթության կառավարման ոլորտում որոշումների կայացման գործում։ Իրականում կարող եմ վստահաբար երիտասարդության անունից էլ ասել, որ շատ հետաքրքիր ոլորտ է ու շատ շատերը հետաքրքրված են նաև։ Հուսամ կհաջողեն եւ այո, ավելի լավ մասնագետներ կունենանք հենց կրթության ոլորտում։ Շնորհակալ ենք, որ այսօր դիմացիք մեզ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք ձեզ հետ եւ միանշանակ շատ կարեւոր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։